Բարի լույս առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս հանգստյան օրը կարողանում ենք աշխատել, որպեսզի ձեր հանգիստը ել ավելի հետաքրքիր լինի։ Այո, բարի առավոտ, ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ն է եթերում, մենք ուրախ ենք ողջունելու ձեզ եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջեւ եւ առավոտը սկսեք մեզ հետ միասին շատ բարձր տրամադրությամբ։ Շատ բարձր տրամադրությունն ապահովում է նաև մեր ընկերը Վեդիա Ալկո ընկերությունը, որը ներկայացնում է Զանգուն, ինչը իհարկե ամենահետաքրքիր ու նրբաճաշակ գինիներից մեկն է, որը շատ ճիշտ համադրվում է գառան մսի հետ։ Թող այս հանգստյան օրը ձեր սեղանի զարդը լինի հենց Զանգուն, ճիշտ ու լավ պահերը ֆիքսելու համար։ Իսկ ճիշտ ու լավ պահերը եւ նաեւ դրական էմոցիաներ փոխանցում է լավ երաժշտությունը։ Հիմա առաջարկում եմ առավոտյան ռիթմեր վայելենք, հետո վերադառնանք եւ շարունակենք։ Դե, լավ ռիթմերը կա, տրամադրությունը կա, պետք է նաև հասկանալ ինչ հագնել այսօր, երբ որ կանգնում ենք զգեստապահարանի առջև, տալիս ենք համաշխարհային հարցը. ինչ եմ այսօր հագնելու։ Գրեթե պատասխանը պարզ է թվում, բայց երկար փնտրելուց հետո հասկանում ես, որ անաբարդ ընտրության առաջ ես կանգնել։ Կա նաև կիտրոնի գույնը այսօր մեր եթերում, Սուրեն, եւ ես առաջարկում եմ, որպեսզի հենց հիմա գնանք նորաձևության աշխարհ, ծանոթանանք թրենդներին, հետո վերադառնանք եւ շարունակենք։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը, ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության զարգացումներից։ Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել պուտավոր պրինտի մասին, վստահ եմ, որ բոլորդ նկատել եք, որ սա այժմ ուլտրա թրենդ է, ամենուր մենք այն տեսնում ենք։ Մի փոքր փորձենք հասկանալ, որտեղից է գալիս այս պրինտը եւ ինչ զարգացումներ է ունեցել։ Պուտավոր պրինտը անվանում են նաեւ polka dot։ Մինչեւ արդյունաբերական հեղափոխությունը կտորի վրա ուղղակի համաչափ պրինտ ստանալ հնարավոր չի եղել եւ 19-րդ դարի կեսին դա արդեն հնարավոր է դարձել եւ հենց այդ շրջանում եղել է շատ տարածված պար, որը կոչվել է polka, հենց այս պարի անունով այն կոչվել է polka dot եւ այս պրինտի օգտագործումը շատ հետաքրքրական է 1950-ական թվականներին, սա կարծես թե հենց պարային խաղարկային մի փոքր պրինտ է, որը թեթևություն է բերում եւ հենց այս պատճառով գարուն ամառ հավաքածուներում հաճախ օգտագործվում է այս պրինտը, այդ թեթևությունը եւ խաղարկային ստանալու համար եւ չնայած նա այս պահին ուլտրա թրենդ է եւ շատ հավանական է որ կարճ շրջանում դառնա անտիթրենդ, բայց պուտավոր պրինտը մշտապես վերադառնում է նորաձևություն, ուստի այն կարելի է համարել երկարաժամկետ թրենդ եւ հաստատ ձեր տատիկների, մայրիկների զգեստապահարանում կգտնեք հագուստներ պուտավոր պրինտով, որը կարող եք օգտագործել նաեւ հիմա։ Եթե արդեն ընտրեցիք, թե ինչ եք հագնելու այսօր կամ ինչ հագուստ է ձեզ ամենասազական, ապա պետք է մտածել նաև ևս մեկ հարցի շուրջ։ Չնայած մտածել պետք չէ, ընտրությունը կարևոր է ու մեկն է։ Հայաստան աշխարհը, ուր գնալ այս շաբաթ կիրակի, ինչպես անցկացնել հանգիստը, մենք առաջարկում ենք ձեզ։ Հայաստանի լեռները միշտ ինչ-որ գաղտնիք են պահում իրենց մեջ, ու երբ ճանապարհը տանում է դեպի ապարան, այդ գաղտնիքը սկսում է կամաց բացվել։ Իսկ ես առհասարակ սիրում եմ այն վայրերը, որտեղ մենք նորից ու նորից այցելում ենք։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապարանի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը ծածկված կապույտ հայելու պես մի ջրային լեռնաշխարհ է, որը կառուցվել է 1962 թվականին ու համարվում է Հայաստանի ամենախոշոր ջրամբարներից մեկը։ Ու ոչ միայն կարևոր ջրատնտեսական կառույց է, այլ նաև վայր լռության ու քամու համար ստեղծված։ Ջրամբարի հայելային մակերեսը մոտ 7,9 քառակուսի կիլոմետր է, իսկ ընդհանուր ծավալը 91 միլիոն խորանարդ մետր։ Այստեղ մարդիկ գալիս են ուղղակի զբոսնելու, լուսանկարվելու կամ ուղղակի նստում են ափին ու նայում ջրին ու նկատում, թե ինչպես է ժամանակը դանդաղ հոսում։ Ես էլ նստեմ ափին, նայեմ ջրին, առանց խոսքի, առանց շտապողականության, քանի որ ապարանի ջրամբարը ժամանակի դանդաղ ընթացքի մասին է։
երբ ձեզ պետք է ընդմիջում ոչ միայն առօրյայից, այլ նաև աղմուկից ու շտապողականությունից, ժամանակն է ուղղվել այնտեղ, որտեղ լեռներն իրար հետ խոսում են, իսկ բնությունը լռությամբ է հանգստացնում։ Full Panorama Guest House-ը իր անունի պես բաց է ու անկեղծ, ունի տեսարան դեպի Արագածի գագաթներն ու ապարանի պարզ աշխարհը։ Full Panorama Guest House-ը գտնվում է Ապարանի ջրամբար գյուղի ճանապարհին, մեզ բոլորիս հայտնի մայլերից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Տնային հարմարավետություն, լեռնային հանգիստ ու ավանդական հայկական հյուրասիրություն, ամենը մի տեղում։ Կա մի տեղ, որտեղ լիճը արտացոլում է ոչ միայն երկինքը, այլ նաև սրտի անդորը։ Ու կա մի տուն, հենց այդ լճի ափին կանգնած, որն իր պատուհաններից նայում է ամենախաղաղ լուսաբացին, ու այդ տան անունն է Full Panorama Guest House։ Full Panorama Guest House-ը գիշերակացով ընդունում է մինչև 4 անց, բայց դուք ողջ ընտանիքով, բարեկամներով, ընկերներով կարող եք գալ մինչև 30 անց Full Panorama Guest House ու մի լավ գեղեցիկ ժամանակ անցկացնել։ Իսկ ամենակարևորն այստեղ այս գեղեցիկ տեսարանն է։ Բնությունը միանգամից աչքերդ լցնում է, իսկ դիմացի բլուրները արևով ողողված։ Այստեղ առավոտները սկսվում են մաքուր օդով, թռչունների ձայնով, իսկ երեկոները հիասքանչ մայրամուտով, որոնք կարծես հենց ձեզ համար նախատեսված լինեն։ Հիշեք անունը՝ Full Panorama Guest House։ Երբ գալիս եք Ապարանի ջրամբար, դուք ոչ միայն գալիս եք դեպի ջուրը, այլ նաև գալիս եք դեպի ժամանակի խորքը։ Ջրամբարի հարակից տարածքում է գտնվում փոքրիկ 4-րդ դարի թուխ մանուկ եկեղեցին։ Թուխմանուկ պետք է գալ խորը հավատով։ Ես հավատում եմ, որ թուխմանուկը օրհնում է ճանապարհը, տունը, ընտանեկան անդորը։ Իսկ մոմը վառում են երբեմն խնդրանքների համար, երազանքների համար եւ իհարկե անկեղծ շնորհակալ լինելու համար։ Այս տարածքը ծառայել է որպես ճգնարան։ Մտնենք տեսնենք ներսում ինչ է պահպանվել։ Ինչպես հասկացա, վերևում աղոթատեղին է եղել, իսկ այստեղ եկեղեցու սպասավորները ճգնել են ու այս ամենը 4-րդ դարում քրիստոնեության ընդունումից մի անգամից հետո։ Չեմ հավատում։ Թուխմանուկը փոքր է, խոնար, բայց երբ մոտ ես կանգնում, զգում ես, որ այս քարերը ուղղակի պատեր չեն, թուխմանուկը ուղղակի սրբավայր չէ, սա պատմական ժառանգություն է ու այստեղ աղոթքները պահպանվում են։
Բարի առավոտ, եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ մենք շատ հետաքրքիր փառատոնի մասին ենք հիմա զրուցելու։ Եվ այսպես, ես կարող եմ համապետական սպորտային փառատոնը միավորում է հատուկ կարիքներ ունեցող 8-ից 50 տարեկան ավելի քան 150 մասնակիցների Հայաստանի Հանրապետության տարբեր մանկատներից, խնամքի պետական եւ ոչ պետական հաստատություններից։ Նախագծի հեղինակն ու իրականացնողը ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն, այսինքն SOAR, Հայաստան բարեգործական հիմնադրամն է։ Տաղավարում այսօր մենք հյուրընկալել ենք Հասմիկ Դիարյանին, SOAR Հայաստան բարեգործական հիմնադրամի փոխտնօրենին եւ Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Դիարյանին։ Բարի առավոտ։ Ամուսինների, բարի լույս, այո։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ ենք հրավերի համար, այս ջերմ տաղավարում գտնվելու համար։ Դե, եկեք սկսենք հենց հիմնադրամից, հա, ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է այդ ամենը կազմակերպվում այնտեղ։ SOAR բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին եւ 2005 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում։ Հիմնադիրը Ամերիկայում բնակվող հայազգի պարոն Ջորջ Յակոբյանն է։ Հիմնադրամի նպատակը աջակցել հատուկ տիպի հաստատություններում պետական եւ ոչ պետական, ինչպես արդեն նշեցիք, խնամքի եւ պաշտպանության կենտրոններում բնակվող երեխաներին, երիտասարդներին, աջակցությունը կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում, սոցիալական, ինչպես նաև աջակցել երեխաներին, որոնք գտնվում են հատուկ տիպի կենտրոններում, ցերեկային, ոչ ցերեկային, պետական եւ ոչ պետական, ինչպես նշեցիք, ինչպես նաև անապահով խոցելի երեխաներին եւ երիտասարդներին տարբեր ծրագրերի միջոցով, որոնք են առողջապահական ծրագրերը, կրթական ծրագրերը, սոցիալական ծրագրերը։ Հիմնադրամը տարիներ շարունակ տարբեր տեսակի նախաձեռնություններ է իրականացրել, որոնցից մեկը ես կարող եմ համապետական սպորտային փառատոնն է, որը իրականացնում ենք 4 տարին մեկ անգամ, եւ այս տարի 3-րդ անգամն է, որ պիտի իրականացնենք այս ծրագիրը Գյումրի քաղաքում։ Նախորդները եղել են Երևանում եւ Ծաղկաձորում։ Իսկ ունենք ֆիդբեքեր նախորդներից, այսինքն հիմնվում ենք նախորդների փորձի վրա եւ ինչ որ բան ավելացնում։ Սպորտաձևերը, որոնք որ նախորդ տարիներին եղել են, դրանք 5-ն են եղել, այս տարի պահպանել ենք միայն 3-ը, քանի որ այդ 3-ում տեսել ենք, թե հաշվանդամ ունեցող երեխաները ինչպիսի առաջադիմություններ են կարողացել ցուցաբերել, թիվը շատացել է, մեծացել է, ներգրավվածությունը ավելացել է, պարապմունքները 3 ամիս է, որ անցկացնում ենք մարտ ամսից սկսած, փուլային ենք անցկացրել, ծրագիրը նախապատրաստական փուլ ենք ունեցել, որից հետո անցել ենք մարզումների փուլը եւ իհարկե կունենանք արդեն փառատոնի փուլը։ Սեղանի թենիսը շատ տարածված է մեր հայրենակիցների շրջանում եւ մարդիկ շատ սիրում են եւ այսպես սիրողական մակարդակով բոլորը կարծես թե միշտ կարողանում են խաղալ եւ պատվովել դուրս են գալիս իրավիճակներից։ Փառատոնի շրջանակում ոնց կգնահատեք այս սպորտաձևի կարեւորությունը եւ կիրառելիությունը եւ առասակ մի քիչ պատմեք ներգրավվածությունը սպորտաձևի այս փառատոնի մեջ։ Ես մեր ֆեդերացիան 3-րդ անգամ է համագործակցում, ես կարող եմ փառատոնին հետ, SOAR-ի հետ, մենք առաջի տարին, մենք բացի այս հաստատությունների մարզուհիները, մենք ֆեդերացիա ունենք, որտեղ պրոֆեսիոնալ մարզիկներ են, ունենք ազգային հավաքական, մասնակցում ենք Եվրոպայի առաջնությունների, բավականին պրոֆեսիոնալ թիմ ունենք։ Առաջի տարին մենք մեր թիմով մասնակցեցինք, դրանից հետո որոշեցինք, որ արդեն հաստատություններ գնանք, այնտեղ փորձենք գտնել նոր մարզիկներ, շատ կարևոր է, օրինակ այս 3 ամսվա, 2.5 ամսվա ընթացքում ես արդեն որ մարզվում եմ, մեր 2 հաստատությունին հրավիրեցինք մեր ֆեդերացիայի մրցաշարին եւ մեկը առաջի տեղ գրավեց, մեկը երկրորդ, այսինքն նոր մարզիկներ մենք կարողացանք գտնել այս փառատոնի շրջանակներում։ Շատ կարևոր է, որովհետեւ սա հնարավորություն է տալիս դուրս գալ առօրյայից, այդ իրանց հաստատություններից, նոր իրանց նոր տեղ դրսևորելու հնարավորությունը հաջողությունների հասնելու կյանքի մի փուլ է, որը ավելի ինձ թվում է իրանց համար հետաքրքիր կլինի եւ ինչու՞ չէ արդեն ցանկացողներ կան, որ մնան շարունակեն այս փառատոնից հետո մարզվեն։ Ինձ թվում է նոր մարզիկների հայտնաբերելու համար բավականին լավ
միջոցը։ Եվ նաև ընկերության համար փառատոնները հիանալի առիթ են, եւ ոչ միայն ընկերության, նաև ամուսնության համար լավագույն առիթներից են ձեր օրինակով։ Հիմա մի քիչ պատմեք ձեր պատմությունը եւ փառատոնների ժամանակ մարդիկ որքանով են ընկերանում միմյանց հետ, փառատոնից հետո կապը պահում են, չեն պահում։ 2018 թվականին, երբ որ իրականացրեցինք առաջին անգամ փառատոնը, իրականում ինքը նախաձեռնողը եւ հիմք դնողը ծրագրի հենց SOAR բարեգործական հիմնադրամներ շատ մեծ պարտավորվածությամբ եւ պարտականությամբ վերցրեցինք այս ծրագիրը եւ ծանոթացանք արդեն ֆեդերացիաների հետ, որոնք որ տարիների փորձ ունեն աշխատելու նման ոլորտում եւ Ալեքսանդրը նույնպես հանդիսանալով մարզաձևերից մեկի արդեն փոխնախագահը հրավեր ստացավ հիմնադրամի կողմից մարզելու եւ իրենց թիմով մասնակցելու փառատոնին Եվ համակրանք, ամուսնություն, մինչ այսօր համագործակցություն։ Իսկ ձեզից բացի էլի եղել են փառատոնի շրջանակում ամուսնության հետաքրքիր առիթներ։ Միգուցե ես ավելի էստեղ կդիտարկեի հաստատության շահառուների կապը մեկը մեկի մյուսի հետ։ Ինչպես Ալեքսանդրը նշեց, այո, սա հնարավորություն է իրենց դուրս գալու իրենց հաստատություններից, նաև ասեմ, որ այս փառատոնը, որը կազմակերպում են գիշերակացով է, այսինքն 3 գիշեր, 11 հաստատության 150 շահառու հնարավորություն ունեն միտեղ վայելելու միմյանց ներկայությունը, որն էլ հնարավորություն է տալիս, այո, ինչու՞ չէ, նաև ճանաչելու մեկը մյուսին օգնելու նույն հաշվի չառնելով իրենց ֆիզիկական կարողությունները հնարավորինս փորձում են մեկը մյուսին օգնել, աջակցել եւ հետագայում ինչու՞ չէ տարբեր միջոցառումներին արդեն միմյանց տեսնելով, ողջունելով եւ միմյանց ճանաչելով։ Մասնակցությունը ինչպես է կազմակերպվում։ Մասնակցում են նրանք, ովքեր ցանկանում են, թե մասնակցում են նրանք, ովքեր ընտրում եք դուք։ Մեր մարզիչները, որոնք որ այս պահին էստաֆետա խաղերի համար են նախատեսված, սեղանի թենիս եւ բոչիա, իրենք մոտենում են 11 հաստատություն եւ այնտեղ արդեն ընտրում են այն մասնակիցներին, ովքեր որ ունեն հմտություն, կարողություն եւ զարգացնելով իրենց կարողությունները արդեն մասնակցում են մեր միջոցառմանը։ 3 ամիս այդքան էլ քիչ ժամանակ չի, որպեսզի կարողանան հասցնել այն մակարդակի, որ իրենց ուժերը փորձեն օրինակ Ալեքսանդրը կասի սեղանի թենիսի մասով քանի հոգի մասնակից ունենք։ Ինչպես դուք ասեցիք, թենիսը շատ տարածված է ու բոլորը սիրում են, ու սկզբում բոլորն էին ուզում, ով իմացավ որ տենց մարզում արինելու, բոլորը միանգամից ցանկացան մասնակցել։ Բայց նախ ժամանակն է կարճ, որպեսզի այդ բոլորի հետ խաղալ եւ մենք ընտրեցինք օրինակ հաստատություն կա 3 մարզիկ, հաստատություն կա 5, ովքեր քիչ թե շատ կարողացան հասկանալ, ըմբռնել այդ տեխնիկան շարժումները ու տենց հիմա ցեղային թենիսի մասով ասեմ ավելի քան 20 հոգի արդեն ընդգրկված է, պետք է մասնակցի։ Աղջիկներ, տղաներ։ Շատ կարևոր գործ եք անում եւ պատասխանատվությունն է շատ մեծ եւ վստահ եմ արդյունքներն են վերջում շատ շնորհակալական եւ գոհացնող լինում։ Բայց ինձ հետաքրքիր է 150 մասնակից մի տեղում արդյոք թիմը մեծ է եւ կարողանում է հեշտությամբ կառավարել մասնակիցներին համախմբել, թե հայկական իրականությանը հատուկ փոքր թիմով մեծ աշխատանք եք անում։ Երկրորդ տարբերակին հակված պատասխանելու, այո, թիմը շատ մեծ չէ, բայց նվիրված թիմ է, ճկուն թիմ է եւ մենք էլ մեր կարողություններն ենք կարողացել զարգացնել ծրագրերի այդ շատ մեծ ծրագրերի շրջանակներում, այո, թիմը փոքր է, աշխատանքը մեծ եւ սիրով, պատվով առաջ ենք գնում։ Եվ քանի որ գործ ունեք հատուկ կարիք ունեցող մասնակիցների հետ, ինձ հետաքրքիր է արդյոք բոլոր պայմաններն են հաշվի առնվում արդեն փառատոնի ժամանակ, որպեսզի կարողանան նաև մասնակիցներն իրենց ավելի կոմֆորտ զգալ։ Այո, իհարկե, ամեն դետալ հաշվարկված է, շարժողականությունը երեխաների, հասանելիությունը դահլիճների, որոնք որ ընտրված են, եւ նաեւ փակումը ես կուզենայի նշել փառատոնի համերգային ծրագրով տեղի ունենալու Վարդանաջեմյանի Գյումրիում Վարդանաջեմյանի պետական դրամատիկական թատրոնում, որը նույնպես հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այո։ Ամեն ինչ հաշվի առնված է։
Եվ հետաքրքիր է բացի նրանից, որ փառատոնը կազմակերպել է եւ այս շատ մեծ աշխատանքը եւ շատ օգտակար աշխատանքը կատարելը ձեզ մի լավ, այսպես մեծ նվեր է կյանքի տվել, դուք կազմել եք միասին ընտանիք, բացի այս մեծ նվերից ինչ է տալիս ձեզ այս աշխատանքը, ինչ ֆիդբեքեր եք ստանում, ինչ եք գտնում, որովհետեւ յուրաքանչյուր աշխատանք, որտեղ մենք շատ բան տալիս ենք, առաջինը դա մեզ վերադառնում է եւ մենք վստահ եմ շատ լցվում ենք նաեւ հենց այդ տալուց։ Ինչ ֆիդբեքեր կան եւ ինչ եք ստանում այս նախագիծը իրականացնելուց։ Ես կասեի առաջնահերթ մասնակիցների ժպիտը, մասնակիցների ողջավորվածությունը, ինչու՞ չէ կապը նաեւ մեզ հետ որ ամրապնդվում է, մենք հաստատություններ ծրագրային ենք մուտք գործում, բայց ամեն ծրագիր իրականացնելուց հետո մեր շրջապատը ավելի ընդլայնվում է երեխաների առումով, շահառուների առումով եւ նույնիսկ ունենք այնպիսիները, որոնք որ պարտադիր մեզ զանգում են շաբաթական մեկ անգամ կտրվածքով, հարցնում են մեր ինչպիսությունը, նրանք էլ մեր կյանքով են հետաքրքրվում, ինչու՞ չէ նաեւ այն ներուժը, որը որ տեսնում ենք երեխաների մեջ, որոնք ապացուցում են, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, մենք ինքներս էլ երբևէ գլուխ չենք խոնարհում դժվարությունների առջև։ Ես դուք ինչպես եք կարծում, փոքր թենիսը ամենահեշտ մարզաձևերից մեկն է, որովհետև Ես չի ասի հեշտ։ Առանց պատրաստվելու մենք գնում ենք, վերցնում ենք, միանգամից խաղում ենք բոլորս, այդ ինչ ֆենոմեն կա այդ սպորտաձևի մեջ։ Կա սիրողական եւ պրոֆեսիոնալ։ Սիրողականի համար բավականին հեշտ է։ Բոլորի համար հասանելի, թե կանոններն է པարզ, խաղը ընդհանուր པարզ է, բայց երբ որ պրոֆեսիոնալի վրա ենք շեշտը դնում, այնտեղ արդեն սկսվում է դժվարություններ, բարդություններ, աշխատանքն է կրկնապատկվում, ժամանակը դե տեխնիկայի վրա տեխնիկական զարգացվածությունն է կարևոր, ֆիզիկականը ես կասեի որ հեշտ է սիրողական, բայց պրոֆեսիոնալի համար ինքը բավականին բարդ, ինքը դինամիկ սպորտ է, որ ամբողջ մարմինն է շարժում ու էլի աշխատանքա պետք ու չարչարանք։ Հայաստանում ինչ լեվելի ենք հասել, հա։ Հաշմանդամային սպորտ, այո։ Դե մենք 14 թվին հիմնադրեցինք ֆեդերացիան, առաջինն էր, որը հաշմանդամային ուղղվածության առանձին ֆեդերացիա էր։ Շատ դժվարություններով մենք այսօր ունենք ազգային հավաքական, արդեն այս 12 տարվա մեջ, որոնք բարբերաբար տարին մեկ անգամ, եթե ոչ ավել, մասնակցում են միջազգային մրցումների։ Դա բավականին մեծ արդյունք է, ես ասեմ, որտեղ Հայաստանում հաշմանդամային սպորտը այդքան էլ տարածված չի ու շատ մարդ չի իմանում, որ այդպիսի բան կա։ Նու արդյունքները դեռ մի քիչ այդքան էլ արդյունքներ չի ստացվում, որովհետև Եվրոպայում աշխարհում շատ բարձր մակարդակի վրա, դե պետական մակարդակի վրա։ Բայց առաջ ենք գնում, փորձում ենք, տեսնենք, հուսով ենք մեր մոտ լավ կլինի։ Ինչ սպասելիքներ ունեք փառատոնից այս տարի։ Սպասելիքները շատ մեծ են, բայց առաջնահերթ ուզում ենք, որ այս երեխաները 3 օր գիշերակացով Գյումրիում գտնվելուց վայելեն իրենց օրը եւ հնարավորինս ցույց տան իրենց ֆիզիկական կարողությունները, ինչքանով որ մենք կարողացանք մարզել իրենց եւ այն դինամիկան, որը որ տվել ենք, փորձենք պահպանել տարիների ընթացքում, քանի որ նշեցի 4 տարին մեկ կտրվածքով ենք անում, որ չկորցնեն։ Համոզված եմ, որ կարևոր պահեր են լինում այս ամբողջ ընթացքում, որոնք պետք է միշտ ֆիքսել ու պահել։ Ձեզ նվիրում ենք զանգուն, որ ներկայացնում է Վեդիալկոն, որը հատուկ ներկայացված է հատուկ պահերը կարևորելու համար։ Եվ ուզում ենք, որ կյանքում այս կարևոր գործը, որ դուք անում եք, լավ պահերը շատ լինեն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ նախագծին եւ այս փառատոնին, որը սպասվում է առաջիկայում։ Շատ շնորհակալ։ Դե հիմա մի քիչ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր աշխատանքը եւ մենք մշտապես կարևորում ենք նաեւ առողջության թեման, քանի որ շատ ավելի հարմար է, որպեսզի հիվանդությունների դեմն առնենք, կանխարգելենք եւ չթողնենք, որ դրանք բարթանան, նոր որոշենք դիմելու մասնագետների։ Մասնագետները մեկ տեղում են Վիտամեդ բժշկական կենտրոնում, որն առաջարկում է լաբորատոր, տոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ եւ բարձրակարգ սարքավորումներ։ Վիտամեդ բժշկական կենտրոնը մասնաճյուղեր ունի Երևանում եւ նաեւ մարզերում։ Մանրամասների համար vitamed.am կայքում նշված է ամեն ինչ։ Այս բանին առաջարկում եմ հենց ծանոթանալ բժշկական ու ամենակարևոր տեղեկատվությանը, հետո վերադառնալ։
Ողջույն, ես Վիտամեդ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Սաթենիկ Մովսիսյանն եմ։ Ուզում եմ ներկայացնել վահանաձև գեղձի կարևորությունը օրգանիզմի համար։ Վահանաձև գեղձը լինելով ամենափոքրիկ էնդոկրին գեղձերից մեկը, իրականում հսկայական եւ անփոխարինելի աշխատանք է իրականացնում ողջ օրգանիզմի համար։ Այն ապահովում է այնպիսի կարևորագույն հորմոններ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, էներգիայի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը եւ նույնիսկ տրամադրությունը։ Այն կառավարում է ուղեղի աշխատանքից սկսած մինչև մկանների աշխատանքը։ Դրա բավարար հորմոնների քանակը ապահովում է գրեթե բոլոր օրգան համակարգերի ճիշտ ֆունկցիոնալ վիճակը եւ նույնիսկ չնչին շեղումները կարող են բերել տարբեր օրգան համակարգերի կողմից դիտվող շատ տարբեր ոչ սպეციფიկ գանգատների, եթե նույնիսկ տվյալ օրգան համակարգերում չունենք որևէ օրգանական խնդիր։ Իր փոքրիկ չափերում սահմանված վահանաձև գեղձը իրականում ղեկավարում է ողջ օրգանիզմի նուրբ հավասարակշռությունը։ Հայաստանում եւ առհասարակ ողջ աշխարհում վահանաձև գեղձի շատ տարբեր խնդիրներ այսօր բավականին լայն տարածում ունեն, այդ թվում երեխաների, երիտասարդների եւ դեռահասների շրջանում։ Բարեբախտաբար ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ վահանաձև գեղձի բոլոր խնդիրներն ունեն իրենց լուծումը։ Նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակներ այսօր ամենևին դատավճիռ չեն, պարզապես պահանջում են ճիշտ լուծում եւ հետագա ճիշտ հսկողություն։ Խորհուրդ է տրվում նույնիսկ գանգատներ չունենալու պարագայում տարեկան գոնե 2 անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում, հետազոտել վահանաձև գեղձը, խորհուրդ է տրվում ուշադիր լինել այս փոքրիկ գեղձի առողջությանը, հետագայում մեծ խնդիրներից խուսափելու նպատակով։ Բախվելով յուրաքանչյուր իրադարձության հետ, մենք միշտ առաջին հերթին մտածում ենք, արդյոք ես ճիշտ եմ վարվում, արդյոք օրենք չեմ խախտում, արդյոք ամեն ինչ կարգին է ընթանում։ Այս բոլոր հարցերի պատասխանները եւ արդյոքները լինում են միայն այն դեպքում, երբ որ տեղեկացված ես քո իրավունքներից։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր Փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր կարգավորում, որը վերաբերում է վարչական իրավունքին։ Ինչ է սա նշանակում։ Հաճախ դիմում ենք տարբեր պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների, խնդրում ենք մեզ համար ընդունել որևէ բարենպաստ վարչական ակտ։ Ավելի պարզ ասած, օրինակ, հիմնականում սրանք թույլտվություններն են։ Դիմում ենք շինթույլտվության համար, դիմում ենք որևէ գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, արտաքին գովազդի տեղադրման համար եւ այսպես շարունակ։ Վարչական մարմինը, այն մարմինը, ում դիմել ենք այդ թույլտվությունը ստանալու համար, ունի առավելագույն ժամկետ, որում պետք է որոշում ընդունի։ Այսինքն առավելագույն ժամկետ, որ պետք է մեր դիմումին կամ բավարարում տա կամ մերժում։ Եվ ընդհանուր առմամբ այդ ժամկետը 30 օր է, իհարկե որոշ դեպքերում նաև ավելի կարճ կամ ավելի երկար կարող է լինել այս ժամկետը, արդեն կախված է կոնկրետ այն դիմումից, որը ներկայացրել եք։ Ամեն դեպքում տվյալ մարմինը, իրավասու սուբյեկտը ունի առավելագույն ժամկետ, երբ պետք է վերջնական որոշում ընդունի, եւ եթե այդ ժամկետում տվյալ որոշումը չի ընդունվում, այն օրենքի ուժով համարվում է ընդունված։ Ընդ որում բարենպաստ վարչական ակտն է համարվում ընդունված, այսինքն օրենքի ուժով ձեր դիմումը համարվում է բավարարված։ Ընդ որում այստեղ ուզում եմ նշել, որ եթե օրինակ դուք դիմել եք որևէ թույլտվության համար եւ վարչական մարմինը ունի 30 օր որոշում ընդունելու համար, եթե 30 օր հետո ձեզ գալիս է պատասխան, որ որոշակի փաստաթղթեր են նորից պահանջում եւ այլն, այս կառուցակարգը միևնույն է գործում է։ Այսինքն այդ ժամկետում նրանք պետք է վերջնական որոշումը ընդունեն եւ այս միջանկյալ պատասխանները միևնույն է հարց չեն փոխում։ Ինչ անել նման դեպքերում։ Ըստ օրենքի դուք արդեն ունեք բոլոր իրավունքները, կարող եք հանգիստ ձեր իրավունքների իրականացումը ապահովել, օրինակ շինթույլտվության դեպքում կարող եք սկսել ձեր շինարարությունը, բայց որպեսզի առավել ապահով լինեք, ավելի լավ է դիմել վարչական դատարան, հատուկ հայցով դիմում է ներկայացվում վարչական դատարան եւ խնդրում եք, որպեսզի դատարանը պարտավորեցնի տվյալ մարմնին ձեզ տրամադրելու այդ որոշումը։ Ընդ որում ուշադրություն դարձրեք ոչ թե ընդունելու այդ որոշումը, որովհետեւ այն արդեն համարվում է ընդունված ըստ օրենքի, այլ պարզապես թղթային տարբերակով տրամադրելու ձեզ, որ ձեր ձեռքի տակ ունենաք եւ առավել հանգիստ լինեք։ Բայց պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ այս կառուցակարգը բավականին մասնագիտական նրբություններ ունի եւ կան
նաև որոշակի պայմաններ, որոնք պետք է բավարարվեն, որ այս մեխանիզմը գործի, օրինակ ձեր դիմումը պետք է պատշաճ ներկայացված լինի, ինչպես նաև այն, ինչ դուք ակնկալել եք ստանալ վարչական մարմնից, պետք է ակնհայտ ոչ իրավաչափ չլինի։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր դեպքում այս հարցը պետք է պարզել իրավաբանի հետ եւ իրավաբանը պետք է հասկանա կոնկրետ ձեր իրավիճակում այս ֆիկցիան կիրառելի է թե ոչ։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Իրավունքների եւ օրենքների բարդ աշխարհից առաջարկում եմ տեղափոխվենք ավելի հանգիստ եւ խաղաղ աշխարհ, որն է սպան։ Սպան իրականում շատ մեծ հաճույք կարող է պատճառել, կտրել քաղաքի աղմուկից հենց քաղաքի ներսում եւ սեփական մարմնին ու մտքին տալ խաղաղություն, այնպես որ առաջարկում եմ որպեսզի հոգ տանեք ձեր մարմնի մասին եւ նաեւ նվիրեք քարտեր, որոնք ձեր հարազատներին եւս կպարգևեն հաճելի պահեր։ Բարև ձեզ, ես Անին եմ, Zen Spa կենտրոնի հիմնադիրը, ինչպես նաև այստեղ աշխատում եմ որպես մասնագետ։ Այսօր ցանկանում եմ խոսել մեր կենտրոնում իրականացվող կաթով լոգանքի եւ շոկոլադով մերսումների մասին։ Լեգենդի համաձայն կաթնային լոգանքը Կլեոպատրայի ամենասիրելի պրոցեդուրաներից մեկն էր։ Համարվում է, որ հենց այս լոգանքների շնորհիվ էր պահպանվում Կլեոպատրայի մաշկի գեղեցկությունը, թարմությունը եւ առաձգականությունը։ Ժամանակին դրանք հասանելի չեն եղել շատ-շատերին, բայց այսօր դրանք հասանելի են բոլորին եւ դարձել են սպա կենտրոնների անբաժանելի մի մասը։ Կաթնային լոգանքների բաղադրիչը, ինչպես հնում, այնպես էլ հիմա մնացել է կաթը եւ եթերային յուղերը։ Կաթը հարուստ է ամինաթթուներով, վիտամիններով եւ տարբեր միկրոէլեմենտներով։ Կաթի բաղադրության մեջ պարունակվող կաթնաթթուն մաքրում եւ թարմացնում է մաշկը, իսկ բնական ճարպերը ապահովում են մաշկի նրբությունը եւ փափկությունը։ Մեր սպա կենտրոնում կաթի վաննան համադրվում է շոկոլադով փիլինգի եւ շոկոլադով մերսման հետ։ Շոկոլադը ոչ միայն առավոտյան սուրճի ռիտուալի մի մասն է, այն նաև կիրառվում է սպա պրոցեդուրաների մեջ որպես մերսման նյութ կամ պարուրման նյութ։ Այն օգնում է ազատվել ցելյուլիտից, բարելավել տրամադրությունը, ազատվել բացասական մտքերից։ Ինչու է բարելավում տրամադրությունը, որովհետև շոկոլադի բույրը նպաստում է էնդորֆինների արտադրությանը։ Էնդորֆինը մեզ հայտնի է որպես երջանկության հորմոն։ Շոկոլադի հիմնական կոսմետիկ ակտիվ բաղադրիչը կոֆեինն է։ Այն կանխում է այտուցների առաջացումը, ինչպես նաև բարելավում է լիմֆայի եւ արյան հոսքը։ Այս մերսումը իրականացվում է կամ բնական շոկոլադով, կամ կակաոյի փոշու խառնուրդով։ Մեր կենտրոնում իրականացվող շոկոլադով մերսումից առաջ ստանում ենք կաթով վաննա, ապա մաքրում ենք մաշկը սուրճի հիմքով կամ շոկոլադի հիմք ունեցող սկրաբով, ապա իրականացնում ենք շոկոլադով մերսումը։ Շոկոլադով մերսումը վերջացնելուց հետո, մարմինը լվանալուց հետո, մարմինը պատվում է հատուկ շոկոլադի բաղադրիչներ պարունակող մարմնի կրեմով։ Շոկոլադով մերսումը համարվում է ամենաանտիստրեսային եւ զգայական մերսումներից մեկը, որը ապահովում է եւ ֆիզիկական, եւ ենթագիտակցական մակարդակում թեթևություն եւ հանգստություն։ Ընկղմվեք հանգստի եւ հաճույքի օվկիանոսի մեջ, որտեղ կաթը սնուցում է մաշկը, իսկ շոկոլադը պարգևում է երջանկություն։
Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ ես այսօր տնից մենակ չեմ եկել հաղորդմանը եւ բարձր տրամադրություն ունենք, որովհետեւ Այո, որովհետև եկել են ինձ ճնշելու երկու Սաֆարյաններ։ Սոնան դե միշտ առավոտյան արդեն սովորության համաձայն միասին ենք ողջունում հեռուստադիտողին եւ նաեւ Մերին է Սաֆարյան, մեր հյուրը, թե ինչի առիթով է Մերին, կարծում եմ ավելի կոնկրետ Սոնան կասի, որովհետև ես այդքան չեմ կարող ներկայացնում։ Հիմա նախ բարի լույս։ Եվ բացի նայից, որ Մերին իմ քույրն է, նաեւ շատ լուրջ աշխատանք է կատարում եւ օգնում է մարդկանց ունենալ բալիկներ, եթե որոշակի խնդիրներ կան, այո։ Շատ հասանելի լեզվով ներկայացած։ Մերի ջան, շատ կարևոր գործ ես անում, որովհետև բալիկի արկայությունը ընտանիքում, հա, Աստծո պարգևն է, բայց լինում է այնպես, որ Աստված ունի կարիք նաև մարդկանց միջամտությունը բժիշկների այս դեպքում, որպեսզի կարողանա ընտանիքը էլ ավելի երջանիկ լինել։ Նախ առաջինը ինչու ընտրեցիր հենց այս մասնագիտությունը, որտեղ կարող էր ատամնաբուժ լինել եւ լավ փող աշխատել։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հարազատ միջավայրում եմ այս պահին։ Ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև շատ սիրեցի բալիկներին, նոր կյանքի ծնունդը, ռոմանտիզացրեցի այդ ամենը եւ ռոմանտիզացրեցի նոր կյանքը եւ որոշակի առումով փորձեցի մոտ լինել ստեղծմանը Եվ դրա համար ընտրեցի գինեկոլոգիան, սկզբում ընտրեցի գինեկոլոգիան, հետո նոր արդեն վերարտադրողական բժշկությունը։ Գինեկոլոգիայի ժամանակ այդքան մեր ներգործությունը շատ չի բեղմնավորման ընթացքի մեջ, բայց արդեն ռեպրոդուկտոլոգիայի մեջ, վերարտադրողական բժշկության մեջ անմիջապես հենց մասնակցումը ունենք բեղմնավորման process-ին, քանի որ արտամարմնային բեղմնավորումը կատարվում է մարմնից դուրս, այնինչ կատարվում է օրգանիզմում բնական ճանապարհով, ինչ-ինչ պատճառներով լինում են պաթոլոգիաներ, որի ընթացքում հնարավորություն չի լինում բնական ճանապարհով հղիանալու, այստեղ գալիս ենք մենք օգնության, վերարտադրողական բժշկությունը տալիս է հնարավորություն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք բեղմնավորումը կատարենք մարմնից դուրս լաբորատորիայում։ Վերցնելով արական եւ իքական սեռական բջիջները, մենք լաբորատորիայում կատարում ենք հենց բեղմնավորումը փորձանոթի մեջ։ Ստեղծում է բալիկը փորձանոթի։ Ստեղծում է բալիկը էմբրիոլոգի աչքի տակ։ Վաու, հրաշք է, չէ՞ տեղի ունենում։ Այո։ Իսկ երբ է ախտորոշվում անպտղություն եւ որոնք են տարածված պատճառները, որովհետեւ կարծում եմ պատճառները բոլորին են հետաքրքրում։ Այո, անպտղությունը ախտորոշվում է կանոնավոր սեռական կյանքի պայմաններում առանց հակաբեղմնավորիչների կիրառման, եթե չի գրանցվում հղիություն 1 տարի ժամկետում։ Դրանից պակաս չենք ախտորոշում անպտղություն, նորապսակ զույգերը շատ են խառնվում, 3 ամսից 5 ամսից չի գրանցվում հղիություն, արդեն տագնապում են, կնշեմ, որ հարկ չկա տագնապելու, պետք է 1 տարի անցնի, նոր կարողանանք ախտորոշել, իսկ դա մինչև 35 տարեկան հասակը, 35 տարեկանից բարձր կանանց դեպքում ժամկետը կրճատվում է մինչև 6 ամիս։ 40 տարեկան կանանց դեպքում ցանկալի է պլանավորել հենց միանգամից մեզ հետ հղիությունը։ Պատճառները տարբերում են արական, իքական եւ անհայտ պատճառի, ինչը նույնպես հանդիպում է եւ մեր չսիրելի տարբերակն է, որովհետեւ հետազոտությունները բոլորը նորմալ են, ինչ փնտրում ենք գտնել, չենք կարողանում գտնել եւ ստացվում է այնպես, որ չկա պատճառ, բայց կա անպտղություն։ Իհարկե սա չի նշանակում, որ պատճառ ընդհանրապես չկա, նշանակում է, որ բժշկությունը դեռ չի հայտնաբերել ուղղակի այդ պատճառը։ Բայց այս դեպքում, երբ որ արդեն հա նման դեպք է լինում, հոգեբանական շատ մեծ ճնշում կա զույգերի մոտ, եւ արդյոք այս հոգեվիճակը չի ազդում հետագա արդեն ձեր աշխատանքների վրա, որովհետեւ սա նույնպես շատ կարեւոր է։ Շատ լավ նկատառում էր Սուրեն, որովհետև անպտղությունը բարդ ճանապարհ է եւ զույգը պետք է անցնի այդ ճանապարհը մեզ հետ միասին եւ կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը եւ նաեւ սոցիումը այս պարագայում, որովհետև սոցիումը շատ մեծ ազդեցություն ունի զույգի ընթացքի հետ ամբողջ ընթացքում իրենց հարցերով, իրենց անընդհատ կողքից ճնշումներով, երբ եք երեխա ունենալու, ինչի երեխա չեք ունենում, չէ՞, բոլոր հայոց հարցեր են սա։ Ստանդարտ հարցերը, որոնք բոլոր նորապսակ զույգերին տալիս են եւ շատ ունեմ բուժառուներ, որոնք հենց այդ խնդրից ելնելով գալիս են ու ասում են, որ արդեն շատ են կարող է ես խնդիր ունեմ, բարձում է որ խնդիր չկա, անգամ մի տարի չի անցել, բայց իրանք արդեն տագնապել են, սա արդեն սոցիումն է։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, որպեսզի հանգիստ թողեն նորապսակ զույգերին, եթե ինչ-որ խնդիր կա, դիմեն վերարտադրողաբանի եւ ինքը բոլոր հարցերը, անգամ հոգեբանական, բժշկական միասին լուծվում է։
Եթե կա շատ խորը հոգեբանական խնդիրներ, process-ի մեջ նաև ներգրավում ենք հոգեբանի առանձին։ Եվ ամենատարածված հարցերից մեկը հիմա կտամ, երևի թե բոլորին շատ հետաքրքրում է, եթե արտամարմնային բեղմնավորմամբ են հղի անում կանայք, ապա պարտադիր է, որ զույգ երեխաներ ծնվեն կամ եռյակ ծնվի։ Այո, կա նման կարծիք, ոչ, պարտադիր չի, եթե տեղադրում ենք օրինակ մեկից ավել սաղմիկներ, հա, հնարավորություն կա եւ շանսը մեծ է, որ կլինի երկվորյակ կամ եթե 3 սաղմ, չնայած որ հիմա արդեն խուսափում ենք շատ սաղմիկներ տեղադրելուց, որովհետև գալիս է բազմապտուղ հղիության ռիսկը, իսկ բազմապտուղ հղիությունը դա բնական չի, դա պաթոլոգիկ է համարվում եւ բազմապտուղ հղիության ժամանակ արդեն ռիսկերն են այլ, վարման պլանն այլ, ծննդաբերությունն է բարդանում, դրա համար խուսափում ենք, ավելի լավ է 1 սաղմիկ տեղադրենք եւ ստանանք մեկ միապտուղ հղիություն։ Իհարկե կախված դեպքից հնարավոր է նաև սաղմիկների որակը եւ կնոջ տարիքը եւ մնացած այլ գործոններ համադրելով տեղադրենք եւ նաև երկվորյակ։ Շատ լավ։ Մի հարց, որը կարծում շատերին հետաքրքիր, հա, երբ որ քիչ առաջ խոսում ենք, երբ որ որոշակի ժամանակ է անցնում եւ պանիկա է սկսվում, ինչու չկա հղիություն, միշտ ասում են մի հատ դիմեք բժշկի, բայց նաեւ շատ անգամ լինում է հակազդեցությունը հենց զույգերի կողմից, որ ասում են մեզ ինչ ա եղել, որ մենք կունենանք։ Արդյոք այս համոզմունքը ճիշտ է եւ արդյոք ճիշտ չէ հենց դիմել բժշկի։ Միգուցե որոշ խնդիր կա եւ ոնց կոտրել սա արդեն այս կարծրատիպը։ Իհարկե ամեն ինչում պետք է բալանս, հիպոխոնդրիան էլ լավ չէ, երբ ամեն մի թեթև բանից մարդը փորձում է ինչ-որ բան գտնել իր մեջ, հերքել, չընկալել խնդիրը եւ չդիմել բժշկի, սա արդեն ավելի լուրջ խնդիր է, քան հենց իր ինքնին խնդիրը, որը կարող էր ավելի հեշտ լուծվել մեր միջոցով։ Դրա համար պետք է շատ խելացի մոտենալ այս ամենին, բժիշկները ոչ թե հակառակ են մարդկանց, այլ նրանց օգնելու համար են, մենք պայքարում ենք հենց իրենց բալիկների համար, մեր ժամանակը, ռեսուրսները եւ ամեն ինչ տալիս ենք նրանց, որպեսզի այդ հրաշքը նրանց հետ կատարվի եւ ընկալումը բժիշկ-բուժառու հարաբերության պետքա լինի շատ adekvat։ Շատ հաճախ բուժառուները մտածում են, որ գնամ բժշկի, ինչ որ խնդիր կպարզվի ինքը, ոնց որ նենց կստացվի, որ ես խնդիրը կտամ իրան, բայց խնդիրը հենց ինքը ունի, իսկ ես ուղղակի բացահայտում եմ եւ փորձում եմ գտնել տարբերակներ բուժման։ Այդ իսկ պատճառով բժիշկը ընկերն է, ոչ թե մարդկանց հակառակ։ Դրա համար առաջին իսկ ինչ որ խնդրի պարագայում, թեկուզ հենց մարմինը, երբ որ հուշում է ինչ որ բաների մասին, մարմինը առաջին հենց կարևոր օրգանն է, որը մարդուն հուշում է, որ կարելի է դիմել բժշկի, եւ որ կա ինչ որ գանգատներ, չնչին անհանգստություն, կամ թեկուզ արդեն 1 տարի անցել է, որ չեք դիմել, չկա հղիություն եւ պետք է դիմել բժշկի, անհրաժեշտ է դիմել, որտեղ մնացած երկար ժամանակը եւ ժամանակը աշխատում է հակառակ վերարտադրողական առողջությանը։ Ինչքան տարիքը մեծանում է, այդքան հնարավորությունը եւ ռեսուրսները եւ հավանականությունը իջնում է։ Այո։ Եվ հետաքրքիր է հոգեբանական կողմի մասին ինչ խորհուրդ կտաք, որովհետև շատ ժամանակ զույգը բավականաչափ երկարաժամկետ է սպասում այդ հրաշքին իրենց կյանքում 5 տարի, 10 տարի, որը բավականաչափ երկար ժամանակ է եւ բարբերաբար փորձերի ձախողումից հետո հուսահատվում են, չեն ուզում շարունակել, ինչ խորհուրդ կտաք եւ որքան ժամանակ պետք է դիմել մինչեւ ստացվի, թե որոշակի փորձերից հետո պետք է ուղղակի կանգ առնել, եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։ Շատ լավ հարցեր, ոչ, հանձնվելը իհարկե նորմալ է, հուսահատությունն է նորմալ, ուժերը ձեռքերը վայր դնելը իհարկե նորմալ է, բայց տարբերակներից չէ։ Ես չեմ սիրում հուսահատվելը, ես չեմ սիրում հանձնվելը, որովհետև եթե կա նպատակ եւ մենք գնում ենք այդ նպատակին, ինչքան էլ դժվար լինի ճանապարհը, ինչքան էլ երկար լինի ճանապարհը, երբ հասնում ես նպատակին, թույլ չեն տա խաբել մեր զույգերը, որոնք արդեն ծննդաբերել են, եթե իրենց հարցնեիք այս ճանապարհը կանցնեին նորից, բալիկից հետո իրանք միանշանակ կանցնեին նորից, որտեղ այդ հրաշքին, որ նրանք հասնում են, բոլոր ցավերը, բոլոր անհանգստությունները անցնում են, ուղղակի այդ ճանապարհը պետք է անցնել գիտակցված, ուժեղ, եւ քանի որ անպտղությունը զույգի խնդիր է, պետք է անցնեն զույգով միասին, պետք է լինի փոխադարձ աջակցություն ամուսնու եւ կնոջ կողմից եւ շատ սեր։ Շատ սեր, որովհետեւ դժվարությունները առանց սիրո անցնելը դա ուղղակի ավելի բարդ է, քան երբ կա սեր,
թե ինչքան պետք է լինի փորձերդ, չկա կոնկրետ սահմանաչափ, այնքան մինչև ստացվի այդ բաղձալի կարմիր երկու գիծը։ Մի դեպք եմ ուզում ասել իմ պրակտիկայից հանդիպած, զույգ ունեինք, որ կատարել էր 22 արտամարմնային բեղմնավորման փորձ, եւ մի միտք առաջացավ իմ գլխում այդ ժամանակ, ինչ կլիներ, եթե հանձնվեր զույգը 21-րդ փորձին։ Բայց չհանձնվեց ու բալիկը այսօր արդեն ուրախացնում է իր ծնողներին։ Մերի շատ զգայուն եք, ոնց եք կարողանում այս ամենը, որտեղ մի աշխարհում եք հիմա աշխատում, հա, մի սֆերայում, որտեղ հենց եւ պետք է լինել զգայուն, եւ չպետք է լինել զգայուն։ Շատ բարդ է ինձ համար, քանի որ իրականում ասում են, որ բժիշկները սառնասիրտ են, տենց կարծիք կա։ Դե մասնագիտությունն է պահանջում որոշակի առումով։ Որոշակի առումով այո, դեպքեր կան էքստրեմալ, որ պետք է շատ արագ որոշում կայացնես, այդ ժամանակ այո, էմոցիաները անջատվում են, բայց հակառակ բան ասեմ, բժիշկները շատ բարձր էմպաթիկ մարդիկ են, դրա համար նույնը ես մեծ էմպաթիայի զգացում ունեմ, մի քիչ այդ առումով դժվար է, թեկուզ գործից հետո տանը մի քիչ մտքերով լինում եմ զույգերի հետ, բայց փորձում եմ էլի բալանսավորված ամեն ինչ։ Կարևոր բան ասեք, բժիշկները էմպաթիկ մարդիկ են, բժիշկները մարդիկ են, որոնք ունեն իրենց զգայական աշխարհը։ Մի հարց, որը ես հանդիպում եմ նաև, հա, հաճախ ասում են, որ նմանատիպ հղիությունը կարող է վնասել առողջությանը կնոջ։ Սա միֆ է, թե սա բժշկականորեն որոշակի հավակնություն ունի։ Յուրաքանչյուր մանիպուլյացիա, որը կատարվում է բժշկական տեսանկյունից, ունի իր գնահատված ռիսկերը, պլյուսները եւ մինուսները, որը հաշվի է առնում ինդիվիդուալ բոլոր կանանց պարագայում, բայց որպես այդպիսին ասել արտամարմնային բեղմնավորումը հասցնում է վնաս, ավելի շատ միֆ է։ Հայաստանում ինչքանով է այսօր ցուցանիշը բարձր եւ ինչքանով է դիմողականությունը բարձր։ Արդյոք մենք կոտրել ենք արդեն այդ պատնեշը, որ օքեյ, եթե չի ստացվում, ուրեմն պետք է դիմել արդեն նման տարբերակի։ Կամաց ավելի adekvat ենք մոտենում արտամարմնային բեղմնավորմանը, քան առաջ ավելի սարսափելի էր թվում, քան հիմա։ Երևի ինֆորմացիայի պակասից է, բուժառուներին, երբ որ բացատրվում է process-ը, թե ինչ է կատարվում իրենց հետ, այդքան էլ վախենալու չի թվում, ինչքան որ լսում են կողքից process-ի մասին։ Դիմելիությունը շատացել է, քանի որ կա անպտղության հաղթահարման պետական ծրագիր, ինչի համար շատ ուրախ եմ ու ուզում եմ նշել մեկ անգամ եւս, զույգեր արդեն հազարավոր զույգեր օգտվել են ծրագրից եւ ունեցել են բալիկներ։ Այդ իսկ պատճառով կարող են դիմել անվճար ծրագրով օգտվել անպտղության իրենց հասանելի ծրագրից։ Եվ հետաքրքիր է, քանի որ բժշկությունը առասարակ զարգացող ոլորտ է եւ բոլոր ճյուղերով է զարգանում, այս ոլորտում ինչ առաջընթաց կա եւ Հայաստանում ես գիտեմ, որ վերջին տարիներին բավականաչափ շատ տեղերում բացվում են բաժիններ, արդեն ավելի շատ մեծ հնարավորություն ունեն մարդիկ դիմելու եւ ավելի շատ մասնագետներ են վերապատրաստվում այս ուղղությամբ։ Այո, համամիտ եմ, անգամ տարածաշրջանի մակարդակով Հայաստանը չի զիջում, դա փաստում է մեր միջազգային գոլեգաների հետ փորձի փոխանակումը, շատ գալիս են այստեղ միջազգային մեր գոլեգաները եւ մենք ենք գնում դուրս եւ կարող եմ նշել, որ չի տարբերվում մեր բուժօգնությունը արտասահմանյան բուժօգնությունից։ Ես մի ամեն անգամ մեր հյուրերին նվիրում եմ այս գինին ու ասում եմ այն կարևոր պահերի համար, որը պետքա ֆիքսել։ Ես վստահ եմ 100%-ով, որ ամեն անգամ նույն զգացողությունն եք ունենում ցնծության, երբ այդ լաբորատոր պայմաններում տեսնում եք, որ այդ հրաշքը եղավ, բալիկը ստեղծվեց, Աստված այդ պահին իր գործն արեց, նույնիսկ լաբորատոր այդ պայմաններում ու նույն վիճակն եք ապրում, նույն հուզմունքը, նույն ուրախությունը։ Դա անփոխարինելի է։ Եվ ուզում եմ, որպեսզի այդ զգացողությունը միշտ շատ լինի, որովհետև երբ որ դուք ձեր գործը արդեն լիակատար, որպես բժիշկ գնահատում եք, որ լավ արվեց, նշանակում է այդ ընտանիքում եկավ լույսը, ժպիտը եւ երջանկությունը։ Իսկ դա նաեւ այսօր ձեզ նման մասնագետների շնորհիվ է, այնպես որ Մերի ջան, շնորհակալություն։ Ուզում եմ, որ ձեր կյանքում միշտ լինեն այս ուրախ պահերը ու միշտ լինեն մայրիկներ, ովքեր ձեր կաբինետից հետո դուրս գան, ասեն, «Վայ, շատ շնորհակալ ենք, դոկտոր ջան»։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ հաճելի զրույց էր։ Հուսով եմ կարողացա մի փոքր ինֆորմացնել մեր զույգերին եւ տալ դրական էմոցիաներ մայրության, հղիության եւ ինչու՞ չէ արտամարմնային բեղմնավորման մասին։ Շնորհակալություն։
Դե, հիմա Սոնային ու Մերին կճանապարհենք տուն, ես կեզրափակեմ ծրագիրը։ Պայմանավորվեցինք։ Կարճ դադար, հետո վերադառնանք։ Եվս մեկ ծրագիր մոտեցավ իր ավարտին, եվս մեկ հանգստյան առավոտ կարողացանք դասավորել այնպես, որպեսզի ձեր օրը լինի նաև հետաքրքիր, եւ եվս մեկ տրամադրություն ստացանք նաև ձեզանից։ Այո, եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ տրամադրությունը փոխանցենք նաեւ մեր գործընկեր Վեդիալկոյի կողմից առաջարկվող Զանգուի միջոցով, որովհետեւ Զանգուն առհասարակ լավ համադրություն է թե առավոտյան եւ թե երեկոյան։ Կարեւորը, որպեսզի հաճելի պահերը, հիշվող պահերը ֆիքսեք հենց Զանգուի հետ միասին։ Հաճելի պահերի համար պետք է լինել նաև հաճելի ու գեղեցիկ, որպեսզի դուր գալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Master-Rite հենց այն վայրն է, որը գտնվում է Ալբանյան 37 հասցեում, որտեղ պրոֆեսիոնալ բարբերները միշտ պատրաստ են ձեզ դարձնել արագեղեցիկը։ Իսկ աղջիկները եւ կանայք իրենց հատուկ առիթները կարող են վստահել բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ չմոռանանք, որպեսզի միշտ լինել գեղեցիկ եւ նաև ընտրել ամենակարևոր հագուստը։ Այո, նորաձև լինելը միշտ է կարևոր եւ նորաձևության աշխարհը եւս շատ մեծ տեմպերով զարգանում է ու մշտապես ռիթմի մեջ լինելու համար պետք է հետևել նաեւ թե ինչ հագուստ կրել։ Առաջարկում եմ, որպեսզի այցելեք Դաֆնի խանութսրահ, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր գարուն ամառ հավաքածուին։ Իսկ ես առաջարկում եմ միշտ հետևել մեր ծրագրերին ու ունենալ միշտ լավ տրամադրություն, որովհետև մենք այս ամենը պատրաստել ենք սիրով։